Ինչպես է հնարավոր մուտք գործել պահպանվող շենքի տարածք, հաղթահարել պահնորդական ծառայության արգելապատնեշն ու հայտնվել 6-րդ հարկում գտնվող քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունները քննող վարչությունում, մնալ այդ տարածքում 1 օր, դատարկել չհրկիզվող պահարանն ու անվտանգության ծառայության քթի տակ հափշտակել ավելի քան $500,000։ Հենց այս հարցն էլ երեկվանից քննում են իրավապահները, ձերբակալել են 1 հոգու, որի անունը սակայն չեն հրապարակում։ Անցագիր պետք է ստուգեք, չէ՞ որ մարդիկ բարձրանում են։ Ըստ մամուլի ձերբակալվածը քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գորթ Թադևոսյանն է։ Նրա անունն է տվել շենքում հայտնված անծանոթը, երբ քննիչները նկատել են նրան, հարցրել ով է, ինչ գործ ունի տարածքում։ Պարզ չէ Գորթ Թադևոսյանի դերակատարությունը այս պատմության մեջ, բայց մինչ այս գործը քննող հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրում, մամուլն արդեն որոշ մանրամասներ է գրում, թե տնտեսական հանցագործություններ քննող քննչականի շենքում քննիչի անցագիր է կորել, որով էլ անծանոթը ներս է մտել ու անգամ մենք պահպանում ենք ամեն գնով կարգախոսով գործող անվտանգության ծառայությունը որևէ կասկածելի բան չի նկատել։ Նաև չհրկիզվող պահարանի բանալին է կորել։ Ենթադրաբար 6-րդ հարկի հենց այդ պահարանից էլ գողացել են քրեական գործով որպես իրեղեն ապացույց պահվող $590,000։ King Marshall ընկերությունն է հսկում Դեղատան փողոցի վրա գտնվող պետական կառույցը, որտեղ գործում է ինչպես քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը, այնպես էլ ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման սրահը, հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը։ Առաջին հարկում անվտանգության ծառայությունն է, որի հսկողությունից հետո միայն հնարավոր է անցնել արգելապատնեշն ու հասնել վերելակներ։ Ազատության հետ զրույցում անվտանգության ծառայողն ասաց, ինքն այդ օրը չի աշխատել, որևէ տեղեկություն էլ չունի։ Պետական կյանքի կազմակերպման բոլոր ոլորտներում այս վիճակն է։ Դրանք ռուսերեն ասում են բարդակ։ Ես չեմ հիշում նմանատիպ ինչ-որ գողություն այս տարիների ընթացքում, որ քննչական կոմիտեից կամ պետական մարմնից նման մեծ քանակի գողություն կատարված լինի։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հաճախ է լինում քննչականի այդ շենքում։ Անվտանգությունը միայն առաջին հարկում է եւ ըստ փաստաբանի դետեկտիվ սցենար հիշեցնող այս պատմության մեջ շատ էական է հսկողություն իրականացնողների դերակատարությունը։ Խնդիրը աշխատանքի կազմակերպումն է, ներքին կարգապահությունն է, համակարգերի բացակայությունն է, աշխատանքային պարտականությունների նկատմամբ վերաբերմունքն է, որը միգուցե նաև այդքան քննիչի խնդիրը չի, ինչքան այդ շենքը պահպանող անվտանգության համար պատասխանատու անձանց խնդիրն է։ Այդ ինչ գումար էր, որ պահվում էր քննչականում, ոչ թե կամ բանկում կամ քննչականի դեպոզիտ հաշվին։ Քննչական կոմիտեից որևէ մանրամասն չեն հաղորդում, միայն նշում են, որ քրեական գործ է հարուցվել եւ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն քննության ավարտից հետո։ Ես կարծում եմ, այո, որ այդտեղ չպետք է պահվեր, մաքսիմում այդտեղ պահվեր մի օր, 2 օր, մինչև այդ ընթացակարգերով այդ գումարը ի պահ հանձնվեր օրինակ մի կենտրոնական բանկի։ Օրենքով որպես իրեղեն ապացույց ճանաչված գումարը պահվում է բանկում կամ քննչականի դեպոզիտ հաշվին։ Կարող է պահվել նաև քննչականում վարույթի նյութերի հետ, եթե ապացուցման համար նշանակություն ունեն դրամանիշների անհատական հատկանիշները։ Թե այս դեպքում երբ է $590,000 բերվել քննչականի շենք, կոնկրետ ինչ գործի ապացույց է այն համարվում, ով կամ ովքեր են մեղադրյալները, իրավապահները չեն պարզաբանում։